Ինչ են ձեզ քաղաքացիներին առաջարկում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը։ Ես առանձնացրել եմ ու վերլուծել եմ դրանք, մի քանի կետերով ներկայացնեմ, ոչ թե կասեմ ՔՊ-ն է առաջարկում այլ միասնության թևերը եւ այլն, այլ կասեմ կոնկրետ նրանց առաջին համարը ինչ է ձեզ առաջարկում։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը առաջարկում է փոխել եկեղեցու կանոնադրությունը, ինչպես նաեւ փոխել ամենայն հայոց կաթողիկոսին Գարեգին Բեին։ Միակ ծրագիրն է, որտեղ կաթողիկոսի պաշտպանության մասին կետ կա։ Ծրագրում նաև առաջարկում են կառուցել ազգային ստադիոն ակադեմիական քաղաքում, եւս 2 ստադիոն Վանաձորում եւ Իջևանում։ Վարդան Ղուկասյանն առաջարկում է զրկել պաշտոնյաների մեծամասնությանը ծառայական մեքենաներից եւ տալ բենզինի չեք։ Ցանկանում են լուծարել մարզպետների ինստիտուտը, ինչպես նաև տեղադրել ամերիկյան շերիֆների համակարգ։ Գագիկ Ծառուկյանը խոստանում է ներել մարդկանց վարկերը 3 եւ 5 միլիոն դրամ վարկ ունեցողներին ներել։ Հայկ Մարությանն առաջարկում է 5 միլիոն դրամ երկրորդ եւ երրորդ երեխա ունեցող ընտանիքներին եւ օրենքով արգելել օնլայն կազինոները եւ բեթինգը։ Արման Թաթոյանը նախատեսում է ստեղծել ազգային նոր արժույթ, որը կապահովի պետական վճարումների ամբողջական թափանցիկությունը։ Արամ Սարգսյանը խոստանում է 5 տարում պարտադիր զինվորական ծառայությունը նվազեցնել, հասցնելով 90-օրյա ուսումնական ծառայության եւ հիմնել 150,000 բնակչությամբ նոր քաղաք տեխնոլոգիական ոլորտի աշխատողների համար։ Լևոն Զուրաբյանը խաղամոլության դեմ պայքարելու նորարարական մեթոդ է առաջարկում, այն է արհեստական բանականության միջոցով ճանաչել խաղամոլությամբ տառապող մարդկանց։ Վաղաշակ Հարությունյանն էլ առաջարկում է ընտրություններին մասնակցություն դարձնել ոչ թե իրավունք, այլ պատվավոր պարտականություն։ Այսքանն են քարոզարշավի մասնակցող քաղաքական ուժերի խոստումները, ավելի մանրամասն կարող եք կարդալ CVNet-ի հոդվածում, որի լինքը կգտնեք նկարագրություններում։ Տարբերեք։